Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի եթերում, այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները, եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորները շարունակում են ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել։ Նախորդին ներկայացրեց Արթուր Դանելյանը, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանելյանի որդին, որն ԱԺ անցած 29 թեկնածուներից մեկն է։ Մեզ վստահեցին, որ որոշումն անձնական է, գաղափարական տարաձայնություններ չկան։ Նա կողմ է մանդատները վերցնելուն, մեր տեղեկություններով վերջնական որոշում չունեն ցուցակի 3-րդ համար Գոհար Մելոյանը եւ Լիլիա Շուշանյանը։ Մելոյանը հանգստի է մեկնել, ասում են գալուն պես դիմում կներկայացնի։ Նրա որոշումն էլ է անձնական, ասում են փաստաբան ամուսինն է դեմ։ Ինչպես մանդատների, այնպես էլ ԱԺ ղեկավար պաշտոնների հարցում ուժեղ Հայաստանում միակարծություն չկա, ոմանք կողմ են հանձնաժողովների նախագահների եւ փոխխոսնակի պաշտոնները վերցնելուն, ոմանք դեմ են, փաստարկելով, որ այդ պաշտոնները որևէ առավելություն չեն տալիս։ Իսկ եթե անգամ հանձնաժողովների նախագահությունը վերցնում են, ԱԺ փոխխոսնակինը չպետք է վերցնեն։ Հրապարակ օրաթերթը գրում է. ԱՄՆ պետդեպարտամենտը երեկ հաստատել է The Guardian-ի հրապարակած լուրը, ըստ որի TRIP նախագծի իրականացման նպատակով ստեղծված հիմնադրամը ղեկավարելու է Կոնստանտին Սոկոլովը, որը MTS Հայաստան ընկերության նոր սեփականատերերից է, չինացի Ժե Ժանգի հետ միասին, որոնք մասնագիտացել են ընկերություններ գնելու, վաճառելու նման գործարքներ կնքելու հարցերում, ինչպես նաև մեծ ընտրությունների հմուտ կառավարիչներ են։ Սոկոլովը Դոնալդ Թրամփի վաղեմի հովանավորներից է, մասնավորապես $12 միլիոն ներդրում է կատարել Թրամփի նախընտրական կամպանիայի մեջ։ Նա մի շարք ներդրումային ֆոնդերի հիմնադիր է, տարբեր ընկերություններում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, բայց ամենազավեշտալին այն է, որ նա 1975 թվականին ծնվել է Սանկտ Պետերբուրգում, ազգությամբ հրեա է, 2024 թվականին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Գիտեք, երեք բավական ակտիվ քննարկում եղավ այս անձի ծննդյան վայրի մասով, ասելով դե բա Նիկոլ տեսար դու փախնում էիր Ռուսաստանից, Ռուսաստանում ծնված որևէ մեկին նշանակեցին TRIP ղեկավար, թե իբր տեսեք Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը լավ էլ համագործակցում են, իրականում սա չեմ ուզում վիրավորել մարդկանց, բայց մակերեսային մոտեցում է, որովհետև միայն մարդու ծննդյան վայրով որոշել, թե ինքը ինչպիսի կողմնորոշում ունի եւ ինչ շահեր է սպասարկում, դա նշանակում է հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը հայկական շահեր սպասարկող մարդ է։ Նիկոլ Փաշինյանն էլ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, Ենոքավան գյուղում, ամբողջ կյանքը ապրել է Հայաստանում, լրատվական բիզնես գործունեություն է ծավալել Հայաստանում, ինչ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում է հայկական շահերով, Հայաստանի շահերով, իհարկե ոչ։ Եթե Միացյալ Նահանգների կողմից TRIP նախագծի ղեկավար նշանակվել է Ռուսաստանում ծնված հրեա, դա նշանակում է այդ մարդը ծառայում է Միացյալ Նահանգների շահերին եւ չէր կարող այլ կերպ լինել։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով 2018 թվականի հեղափոխությունից հետո իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված ոստիկանության նախկին պաշտոնյաները մինչ օրս չեն կարողանում դատարաններում հասնել իրենց համար ցանկալի արդյունքի։ Մասնավորապես մարտի 1-ի գործով մեղադրյալ նախկին պաշտոնյաները փորձում են ազատվել իրենց նկատմամբ կիրառված բացակայելու արգելքի խափանման միջոցից, որը թույլ չի տալիս լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն դատարանները հետևողականորեն մերժում են նրանց միջնորդությունները, պատճառաբանելով, որ շարունակում է առկա մնալ հնարավոր փախուստի ռիսկը։ Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 14-ին դատարան էր ուղարկվել ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Ըստ մեղադրանքի նա 2008 թվականի մարտի 1-ին անցնելով իր պաշտոնական լիազորությունների սահմանները մարտի 1-ին ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից Երևանի Ազատության հրապարակում անցկացվող խաղաղ հավաքի ցրումը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. 2018 թվականից կոռուպցիայի դեմ պայքարը իշխանության առանցքային խոստումներից էր, սակայն Ստեփանավանի համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի գործունեության շուրջ կուտակված փաստերն ու հրապարակումները հարցեր են առաջացնում համայնքի ղեկավարի ունեցվածքի աճի, ընտանիքի փոխկապակցված ընկերությունների գործունեության, համայնքային գույքի տնօրինման եւ բյուջետային միջոցների օգտագործման
վերաբերյալ։ Արմեն Գրիգորյանը երկար տարիներ պետական համակարգում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, 2000-ից 2010 թվականներին ղեկավարել է Ստեփանավանի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, 2010-ից 12 թվականներին Պեկ Տաշիրի հարկային տեսչությունը, 12-ից 20 թվականներին եղել է Գազպրոմ Արմենիայի Ստեփանավանի ծառայության պետը։ Փաստ օրաթերթը գրում է. Շուշիում կայացած գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարությունները հերթական անգամ բացահայտում են այն խորը մտահոգությունները, որոնք թշնամի պետության ղեկավարն ունի հայկական գործոնի և միջազգային ազդեցության նկատմամբ։ Մասնավորապես Ալիևն իր ելույթում դժգոհություն է հայտնել միջազգային տարբեր կառույցներից ու գործիչներից, այդ թվում Եվրամիության արտաքին գործերի նախկին նախարար Ժոզեփ Բորելից և միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորնո Օկամպոից, որոնք ժամանակին պահանջել էին բացել Լաչինի միջանցքը կամ Արցախի շրջափակումն ու հայերի բռնի տեղահանումը որակել որպես ցեղասպանություն։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրեր առաջ օրաթերթում հրապարակված ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս մասնավոր ինքնաթիռով վերնագրով հոդվածը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Բանն այն է, որ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անունով հայտարարագրվել է 560.463 դրամ գնահատված արժեքով նվեր մասնավոր ինքնաթիռով թռիչք դեպի Լոնդոն։ Նվեր տրամադրվել էր Ամերիա բանկի կողմից։ Բանկի մայր ընկերությունը Lion Finance Group-ի Լոնդոնի ֆոնդային բորսայի առաջատար ինդեքսում ընդգրկվելու առիթով կազմակերպված միջոցառման շրջանակներում։ Քանի որ լուսաբանող նյութերում երևում էր, որ նախարարին ուղեկցում է նաև ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել երկու գերատեսչություններին, պարզելու այն թանկարժեք ու կասկածելի ուղևորության, պաշտոնյաների կանանց ուղեկցության և լոնդոնյան գերթանկարժեք ընթրիքի մանրամասները, և այսպես ստացված պատասխաններն ավելի շատ նոր հարցեր են ծնում, քան փարատում կասկածները, հատկապես ֆինանսների նախարարության մասով։ Մասնավոր ինքնաթիռն ու պետբյուջեն։ Ժողովուրդ օրաթերթը հարցրել էր, թե արդյոք հայտարարագրված 567.463 դրամը ներառում է նաև ԿԲ նախագահի թռիչքը, և եթե նա չի օգտվել դրանից, ինչու է նախարարը գնացել այդ քայլին։ ԿԲ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ Մարտին Գալստյանը չի օգտվել մասնավոր ինքնաթիռի այդ նվերից։ Մանրամասները կարող եք ծանոթանալ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթը ուսումնասիրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և նրա ընտանիքի անդամների վերջին տարիների հայտարարագրերը սկսած 2017 թվականից։ Եթե 2018 թվականին Տիգրան Ավինյանի տարեկան եկամուտը կազմում էր 13 միլիոն դրամ, ապա 2025 թվականի հայտարարագրում այդ թիվը 4.2 անգամ աճել է, դառնալով ավելի քան 57 միլիոն դրամ։ Սա հայտարարագրված եկամուտ է։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ավինյանի հայտարարագրերում տարեցտարի աճել են եկամուտները, կրիպտոակտիվները, իսկ ընտանիքի բիզնեսներն ու ակտիվները ևս ընդլայնվել են։ 17-ից 18 թվականներ առաջին հայտարարագրից մինչև փոխվարչապետի պաշտոն։ Օրաթերթը պարզեց, որ Տիգրան Ավինյանի առաջին հայտարարագիրը ներկայացվել է 2017-ից 18 թվականներին, 17 թվականին, երբ նա դեռևս պետական պաշտոն չէր զբաղեցնում և 28 տարեկան էր, հայտարարագրել էր շուրջ 30 միլիոն դրամ եկամուտ։ Քաղաքապետարանի ներկայացրած պարզաբանման համաձայն, հենց այդ ժամանակահատվածում Ավինյանն ու նրա հայրը շուրջ 80,000 ԱՄՆ դոլարի ներդրում էին կատարել կրիպտոարժույթներում, իսկ հետագայում ընտանիքին պատկանող ընկերություններից մեկի միջոցով հիմնել էին արևային կայան, որի արտադրած էլեկտրաէներգիան օգտագործվում է կրիպտոարտադրության համար։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո արդեն փոխվարչապետ նշանակված Ավինյանը հայտարարագրել էր մեկ ավտոտնակ, շուրջ 600,000 դրամ և 2475 ԱՄՆ դոլար բանկային միջոցներ, 7000 ԱՄՆ դոլարի արժեթղթեր, ինչպես նաև մոտ 15000 ԱՄՆ դոլարի եկամուտ։ Նույն տարվա տարեկան հայտարարագրում նրա եկամուտը կազմել էր 13.771.000 դրամ։ 2019 թվականին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Ավինյանը հայտարարագրել էր վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձ 19.063.386 դրամ, էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ, իսկ բանկային հաշիվների մնացորդը կազմել էին 1.651.248 դրամ և 2760 դոլար։ Ավինյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է Երևանի կենտրոն վարչական շրջանում նվիրատվությամբ ստացած ավտոտնակ միանձնյա սեփականությամբ։ 2021 թվականին փոխվարչապետի պաշտոնը թողնելու պահին Ավինյանը հայտարարագրել էր միայն ավտոտնակ, բանկային հաշիվներում 1.6 միլիոն դրամ և 2 կրիպտոակտիվ։ 2022-ին
Ավինյանը վաճառել էր իր Honda Matiz-ի ավտոմեքենան 11,000 ԱՄՆ դոլարով, իսկ նույն տարվա մայիսին հորից Արմեն Ավինյանից նվիրատվություն ստացել 2021 թվականի արտադրության Volkswagen։ Բանկային միջոցներն աճել են 387,000 դրամից հասնելով 1,8 միլիոն դրամի։ Բիտքոյնի քանակը 1 բիտքոյնից դարձել էր 1,8 բիտքոյն։ 2022 թվականի ընդհանուր դրամական եկամուտները կազմել էին 38 միլիոն 523,851 դրամ, բացի այդ նա հայտարարել էր 19,3 միլիոն դրամի բնամթերքային նվիրատվություն ավտոմեքենան։ Նա ստացել էր նաև 11 միլիոն դրամ նվիրատվություն, 13,2 միլիոն դրամ Հայ բիզնես բանկից, 5,2 միլիոն դրամ աշխատավարձ ԶՓՄԿ-ից, 3,7 միլիոն դրամ Երևանի քաղաքապետարանից, 5,4 միլիոն դրամ Փուլինից։ Հայտարարել էր նաև գրեթե 12 միլիոն դրամի 2 միլիոն դրամը գերազանցող միանվագ ծախս։ 2021 թվականին 23-ին ընտրվելու քաղաքապետ ընտրվելու տարում Ավինյանը վաճառել էր իր միակ ավտոտնակը 14,3 միլիոն դրամով, ինչից հետո սեփականության իրավունքով անշարժ գույք այլևս չի ունեցել։ Նույն թվականին բանկային հաշիվներում առկա գումարը կազմել է 1,8 միլիոն դրամ։ Ուրեմն 2024 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագրով նա հայտարարել է բանկային հաշիվների մնացորդը 16,6 միլիոն դրամից հասել է 13,7 միլիոն դրամ, իսկ կանխիկ միջոցներն աճել են 17,8 միլիոն դրամից հասնելով 24,4 միլիոն դրամի։ Բիտքոյնի ծավալը մեկ տարվա ընթացքում աճել է 3,6 բիտքոյնից մինչև 4,5 բիտքոյն։ Տարեկան եկամուտը կազմել է 54 միլիոն 624 հազար դրամ, որից 23 միլիոնը աշխատավարձ, 24 միլիոնը Փուլինից ստացած եկամուտ եւ 2,9 միլիոն դրամ այլ վճարումներ։ Այս մանրամասներին կարող եք ծանոթանալ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում։ Հրապարակ օրաթերթը գրում է. ընտրությունների թանակը դեռ չչորացած իշխանությունը նախապատրաստվում է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին։ Թեկնածուների փնտրտուքը սկսված է, ոմանք արդեն քարոզարշավ են իրականացնում, առաջիկա շաբաթներին կակտիվանան տարածքային շտաբերը։ Սյունիքի 3 խոշոր համայնքներում ընտրություն լինելու է՝ Գորիսում, որին միանալու է Տեղ եւ Տաթև համայնքները, Կապանում, Մեղրիում թեկնածուն կարծես հայտնի է։ Սամվել Բաբայանի նախկին թիմակից ԿՊ արտագաղթած գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանն է, որը համայնքապետարանի էջով քարոզարշավ է իրականացնում։ Բոլոր գրառումները սկսվում են համայնքապետ Խաչիկ Անդրեասյանի նախաձեռնությամբ տողերով։ Թեպետ չեն բացառում, որ լավ թեկնածու գտնելու դեպքում ԿՊ-ն հրաժարվի նրանից, քանի որ Անդրեասյանը ասում են ջերմ հարաբերություններ ունի նախկին քաղաքապետ երբեմնի ընդդիմադիր Մխիթար Զաքարյանի հետ, որն այս ընտրություններում ըստ լուրերի ԿՊ-ին չի աջակցել, ընտանիքն աշխատել է Կարապետյանի համար։ Գորիսի հարցում էլ չկա վերջնական որոշում, չնայած Արոշին դեմ չեն, բայց ուզում են նրան վերահսկող թեկնածու էլ առաջադրել մաքուր ԿՊԱ-ական, հավակնություններ ունի տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը։ Այսօր այսքանն ենք առանձնացրել, կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48